Մի անգամ Վան Գոգը զարմուհուն տեսնելու համար ձեռքը պահել է վառվող լամպի վրա եւ ասել. «Կպահի այնքան, մինչեւ թույլ տան տեսնել նրան»։ Նկարիչը սիրահարված էր, սակայն զարմուհին մերժել է նրան։ Վան Գոգը երբեք չի ամուսնացել, երեխաներ չի ունեցել, բայց ցանկացել է ամուսնանալ մի աղքատ կնոջ հետ, ով ուներ երեխա եւ հղի էր այլ տղամարդուց։ Սակայն եղբայր Թեոն, ով միակն էր, որ հավատում էր նկարչի տաղանդին, դեմ էր։ Վան Գոգի հայրը խիստ հոգեվորական էր։ Նրանից առաջ ծնվել էր եւս մեկ Վինսենտ, բայց մահացել էր։ Ասում են, գերեզմանոցում իր անունը մշտապես տեսնելը հետք է թողել նկարչի վրա։ Սկսել է նկարել 27 տարեկանից։ Եթե ներսումը ձայն լսես չես կարող նկարել, հենց այդ ժամանակ նկարիր, ասում էր նա։ Ունեցել է հոգեկան ճգնաժամեր, հալյուցինացիաներ, շատ էր խմում, քիչ քնում, գրեթե չէր ուտում, իսկ վատ վիճակներում ուտում էր ներք կամ խմում ներկի լուծիչ։ Նորմալ լինելը սալարկված ճանապարհ է, հարմար է քայլելու համար, բայց այնտեղ ծաղիկներ չեն աճում։ Նոպաներից մեկի ժամանակ կտրել է ոչ թե ականջը, այլ ականջի մի մասը։ Պատճառը նկարիչ Պոլ Գոգենի հետ հերթական վեճն էր։ Ականջի կտորը փաթաթել է թղթի մեջ ու հասարակած տանը տվել մի կնոջ։ Երբ վերջապես կհամարձակվեմ պատկերել աստղազարդ երկինքը, որը մտքիցս դուրս չի գալիս, ասել են նա եւ նկարել 150 նկար հոգեբուժարանում, այդ թվում աստղալից գիշերը։ Ես երազում եմ նկարել, հետո նկարում եմ իմ երազը։ 37 տարեկանում մահացել է որովայնում կրակոցից։ Վարկածներն են՝ սպանություն, պատահական կրակոց, ինքնասպանություն։ Ասում են կրակոցից հետո վերադարձել է հյուրանոց, ապրել եւս 2 օր։ Նրա մահվանից հետո եղբայրը փորձել է կազմակերպել ցուցահանդես, սակայն խելագարվել է եւ մահացել։ Վան Գոգի վերջին բառերն էին. «Տխրությունը հավերժ է տևելու»։